Սիփան, իսկ ինչ փուլերով է զարգանում մարդու ստեղծագործ ջիղը։ Տեսեք, երեխաները գալիս են բոլորովին տարբեր անհավասար ընդունակություններով։ Ինչ փուլերով է սա զարգանում։ Նախ մենք ստեղծագործող մարդ, տեսեք, անվանում ենք հասուն գիտակցություն ունեցող մարդուն, որը ինքնագիտակից ձևով է ստեղծագործում, այսինքն ինքը իրան հաշիվ տալիս է ինչ է ինքը անում։ Իրեն ծանոթ են իր հնարավորությունները, իր ունակությունները, իրենք դա փորձում է դրսևորել ամեն անգամ նույնիսկ նրանց ինքնահաղթահարում անցնելով արվեստի մեջ դա միշտ ակնառու երևում է։ Երեխաների պարագայում առաջին գործը ծանոթացնելն է իրենց ունակությունների հետ։ Երեխեքը գալիս են դպրոց շատ վախեցած, գիտեք, հիմնականում, ասենք անկախ նրանից ինչ են կարողանում անել, որտեղ մեծ մասամբ իրանք չգիտեն ինչ կարող են անել այն ամենից, ինչ պահանջելու է իրենցից դպրոցը, իրանք ծանոթ չեն իրենց այդ ունակություններին։ Հետևաբար առաջին փուլը ծանոթացնելն է աշակերտներին նրա հետ, ինչ որ իրենք կարող են անել, բայց այստեղ ճիշտ աշխատանք է պետք այդ ինքնագնահատականի, ինքնավստահության հետ։